2500 տարվա խորհուրդը վերջապես լուծվեց։ Ուրարտու թագավորության ազատությունը հայտնաբերվեց Վանա լճի թաքնված ամրություններում։ Ասում էին, որ Վանա լիճը բացահայտել է իր բոլոր գաղտնիքները։ Դարեր շարունակ մարդիկ ապրել են նրա ափերին, բայց ջրի տակ դեռ թաքնված էին առեղծվածներ, որոնք հազարամյակներ սպասել էին բացահայտման։ Իմ անունը Գնարիկ Սարգսյանն է, ինձ 82 տարեկան է, և ես ծախսել եմ 60 տարի ուսումնասիրելու Ուրարտու թագավորությունը, այն հզոր քաղաքակրթությունը, որը մեր նախնիներինն էր, այն ինչ գտանք Վանա լճի խորքերում 2500 տարի անց, ապացուցեց, որ երբեմն ամենամեծ գաղտնիքները թաքնված են այնտեղ, որտեղ ոչ ոք չի փնտրում, ջրի տակ լռության մեջ։ Ծնվել եմ 1942-ին Վանում, այն քաղաքում, որը մի անգամ եղել է Ուրարտու թագավորության սիրտը։ Իմ ընտանիքը հին ընտանիք էր այդ տարածքից, մեր ազգանունը Սարգսյան, փոխանցվել էր սերնդից սերունդ 1000 տարիներ։ Իմ պապիկը պատմում էր ավանդություններ հին թագավորների մասին, ովքեր կառուցել էին հսկայական ամրություններ և պալատներ լճի ափերին։ Բայց երբ ես 10 տարեկան էի, 1952-ին ամեն ինչ փոխվեց։ Քաղաքական իրավիճակները դարձան անհնարին։ Մեր ընտանիքը, ինչպես հազարավոր այլ հայ ընտանիքներ, ստիպված էր լքել Վանը։ Գնացինք Երևան, բայց ես երբեք չմոռացա Վանա լիճը, այդ հսկայական գեղեցիկ լիճը, որը լուսավորվում էր Արագածի արևի լույսով։ Երևանում սովորեցի պատմություն և հնագիտություն համալսարանում։ Իմ մագիստրոսական թեզան նվիրված էր Ուրարտու թագավորությանը, դոկտորական ատենախոսությունս Ուրարտու ռազմական ճարտարապետությանը։ Ամբողջ կյանքս ծառայել եմ մի նպատակի՝ հասկանալու այդ հանճարեղ քաղաքակրթությունը, որը ծաղկել էր Վանա լճի շուրջ ՄԹԱ 9-6 դարերում։ Ուրարտացիները, կամ ինչպես իրենց անվանում էին բիայնիլիները, ստեղծել էին հզոր կայսրություն։ Նրանց մայրաքաղաքը Տուշպան կանգնած էր Վանա լճի արևելյան ափին, հսկայական ամրություն, կառուցված բարձր ժայռի վրա, անառիկ և հիանալի։ Բայց մթահատ 590-ական թվականներում ամեն ինչ փոխվեց։ Միդիացիները և սկյութները հարձակվեցին հյուսիսից, Ասորեստանը հարավից։ Ուրարտու թագավորությունը թուլացած ներքին կռիվներից և բնական աղետներից չկարողացավ դիմակայել։ ՄԹՀ 590-585 թվականներում թագավորությունը կործանվեց։ Պատմական աղբյուրները քիչ բան ասում են այդ վերջին օրերի մասին։ Ասորեստանի արձանագրությունները հիշատակում են քաղաքների գրավումը, ամրությունների ավերումը, բայց ինչ եղավ ուրարտական ժողովրդի հետ, նրանց մշակույթի, նրանց գանձերի հետ՝ լռություն։ Ես ծախսեցի տասնամյակներ փորձելով գտնել պատասխաններ, ուսումնասիրեցի բոլոր ասորեստանական, բաբելոնիական, հունական աղբյուրները, մասնակցեցի պեղումիերին Էրեբունիում, Արգիշտիխինիլիում, Տեյշեբայինիում, բոլոր այն վայրերում, որտեղ ուրարտացիները թողել էին իրենց հետքերը Հայաստանում։ Բայց միշտ վերադառնում էի Վանա լճի մասին մտածելուն։ Լիճը հսկայական է, 3600 քառակուսի կիլոմետր, միջին խորությունը 40 մետր, ամենախորը տեղերում 117 մետր, ինչ-որ բան այնտեղ թաքնված կարող էր լինել դարեր։ 2010-ին իմ 68 տարեկանում թուրքական իշխանությունները թույլ տվեցին միջազգային թիմի կազմակերպել ստորջրյա հնագիտական հետազոտություն Վանա լճում։ Ես անմիջապես դիմեցի մասնակցելու։ Շատերը կարծում էին, որ ես չափազանց ծեր եմ այդպիսի աշխատանքի համար, բայց ես համառ էի։ Թիմը ներառում էր հնագետներ Թուրքիայից, Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ստորջրյա հնագետներ Իտալիայից և Ֆրանսիայից։ Օգտագործեցինք ամենաժամանակակից տեխնոլոգիան՝ սոնար, ստորջրյա հեռուստատեսական կամերաներ, ռոբոտներ։ Առաջին տարում գտանք հետաքրքիր բաներ՝ հին նավահանգիստների մնացորդները, քարե կառույցներ լճի հատակի վրա, բայց ոչինչ էական։ Երկրորդ տարում շարունակեցինք ավելի խորը տարածքներում։ 2012-ի օգոստոսին մեր սոնարը հայտնաբերեց ինչ-որ բան տարօրինակ։ Լճի հատակից շուրջ 30 մետր խորության վրա, լճի հարավարևելյան մասում մեծ կառույց, ավելի քան 50 մետր երկարությամբ։ Սա չէր բնական ձևավորում, սա էր մարդկային ձեռքի աշխատանք։ Ստորջրյա հնագետները իջան ստուգելու, և այնինչ գտան անհավատալի էր։ Ամբողջ ամրություն կառուցված քարից կանգնած լճի հատակի վրա։ Պատերը դեռ 6 մետր բարձր էին, աշտարակները դեռ ճանաչելի։ Բայց ինչպես կարող էր լինել ամրություն լճի մեջ։ Պատասխանը եկավ երկրաբանների կողմից։ Վանա լճի մակարդակը փոխվել է դարերի ընթացքում։ Երկրաշարժերը, կլիմայական փոփոխությունները, հրաբխային գործունեությունը բոլորը
նստել են լճի մակարդակի վրա։ 2500 տարի առաջ լճի մակարդակը եղել է ավելի ցածր։ Այս ամրությունը կառուցվել էր լճի ափին, բայց հետագայում ջուրը բարձրացել է եւ ծածկել այն։ Հաջորդ 2 տարիները ծախսեցինք ուսումնասիրելով ստորջրյա ամրությունը։ 70 տարեկանում սովորեցի ստորջրյա սուզում։ Իմ բժիշկները ասացին, որ ես խենթ եմ, բայց ես ուզում էի ինքս տեսնել այն, ինչ մենք գտել էինք։ Իմ առաջին սուզումը մոռանալի չէ, իջնել 50 մետր խորությամբ, տեսնել ջրի միջով 5 քարերը, հոսալ դանդաղորեն դեպի ամրության դարպասը, դիպչել պատին, որը կառուցվել էր հազարամյակներ առաջ իմ նախնիների կողմից։ Սա էր ոչ միայն հնագիտություն, սա էր հոգևոր փորձառություն։ Ամրությունը հսկայական էր, կանխահրապարակ, մի քանի շենքերի հիմքեր, պահեստներ եւ կենտրոնում մեծ կառույց, որը կարծես էր պալատ կամ տաճար։ Մտանք ջրի տակ այդ կենտրոնական կառույցի մեջ, մեծ սրահ, դեռ մնացել էին սյունների հիմքերը, պատերի վրա սեպագիր արձանագրություններ, որոնք մենք մանրակրկիտ լուսանկարեցինք։ Եվ հետո սրահի ետևի մասում գտանք աստիճաններ, որոնք իջնում էին ավելի ներքև, հետևեցինք նրանց մութ ջրի միջով։ Աստիճանները տանում էին ստորգետնյա սենյակների շարքի։ Առաջին սենյակը լի էր կավե կարասներով, շատերը կոտրված էին ջրի ճնշումից եւ ժամանակից, բայց ներսում դեռ կային առարկաներ, ոսկե եւ արծաթյա առարկաներ, որոնք չէին փչացել ջրի մեջ։ Երկրորդ սենյակը պարունակում էր զենքեր, բրոնզե սուրեր, նետաձիգերի ծայրեր, սաղավարտներ, յուրաքանչյուրը ծածկված էր սիսամայցով, բայց դեռ ճանաչելի։ Երրորդ սենյակը ամենակարևորն էր։ Պատերը ծածկված էին սեպագիր արձանագրություններով եւ կենտրոնում մեծ քարե արկղ, կնքված մետաղե հոսքերով։ Տարիներ տևեց բերել այդ արկղը մակերևույթ։ Այն ծանր էր եւ պետք էր անել ամեն ինչ շատ մանրակրկիտ, որպեսզի չվնասեր պարունակությունը։ Բայց 2016-ի մայիսին, իմ 74 տարեկանում, վերջապես բացեցինք այն մեր լաբորատորիայում Երևանում։ Ներսում էր մեկ այլ արկղ, փայտե, կնքված մոմով եւ ձիթայուղով, որը պաշտպանել էր պարունակությունը ջրից։ Երբ բացեցինք փայտե արկղը, գտանք գանձեր, որոնք փոխեցին ամեն ինչ, ինչ մենք գիտեինք Ուրարտու մասին։ Ոսկյա թագ, ավելի բարդ եւ գեղեցիկ, քան ցանկացած ուրարտական թագ, որը երբևէ գտնվել էր։ Արծաթյա սեղան, սեպագիր տեքստերով եւ պատկերներով, որոնք պատմում էին թագավորների պատմությունը։ Բայց ամենակարևորը փոքրիկ ոսկյա տախտակներ էին, շուրջ 30 տակտակ, յուրաքանչյուրը ծածկված սեպագիր գրությամբ։ Սեպագիր մասնագետներ ամիսներ տևեց թարգմանելու դրանք։ Տախտակները պատմում էին Ուրարտու թագավորության վերջին օրերի մասին։ Գլխավոր տախտակը գրված էր Երիմենը անունով մեկի կողմից, որը նկարագրում էր ինքը որպես ռուսա թագավորի վերջին խորհրդականը։ Տախտակը սկսվում էր. տարի 3-ից անց, երբ մեծ երկրաշարժը քանդեց Տուշպան, երբ թշնամիները եկան բոլոր կողմերից, երբ մեր աստվածները թված լքեցին մեզ։ Ես, Երիմենան, գրում եմ սա որպես վկայություն մեր ժողովրդի վերջին օրերի մասին։ Ռուսաթագավորը, տեսնելով, որ չենք կարող պաշտպանվել, որոշեց փրկել այն, ինչ կարող էր, հրամայեց բերել բոլոր գանձերը գաղտնի վայր, ոչ Տուշպան, որտեղ թշնամիները կհասնեն, ոչ այլ ամրություններ, որոնք կընկնեն, այլ այստեղ, նոր կառույցում, որը կառուցել էինք լճի ափին թաքնված տեղում։ Մենք բերեցինք թագավորական գանձերը, սուրբ առարկաները մեր տաճարներից, պատմության գրառումները։ Թագավորը ասաց. եթե մեր թագավորությունը վերջանում է, թող գոնե մեր հիշողությունը մնա։ Երբ ամեն ինչ թաքնված էր, հրամայեցի իմ միակ որդուն Արգիշտիին լքել այստեղը։ Ասացի նրան. գնա հյուսիս, Հայասա երկիր, որտեղ մեր ժողովրդի մի մասը արդեն փախել է, ապրիր այնտեղ, պահիր մեր լեզուն, մեր մշակույթը, եւ մի օր, երբ ժամանակները փոխվեն, վերադարձիր եւ գտիր այս վայրը։ Ինքս մնում եմ այստեղ, կպաշտկանեմ այս վայրը, քանի դեռ շնչում եմ, եւ երբ շնչել դադարեմ, իմ մարմինը կդառնա այս գաղտնիքի մաս։ Թող աստվածները պահպանեն մեր ժողովրդին, թող ապագա սերունդները գտնեն այն, ինչ մենք թաքցրել ենք այստեղ։ Կարդալով այս տողերը 2500 տարի անց, հասկացա, որ Երիմենան իսկապես մնացել էր այնտեղ։ Երբ ստորջրյա հնագետները ավելի մանրակրկիտ ուսումնասիրեցին ամրությունը, գտան մարդկային կմախքի մնացորդներ, թաղված ամրության գլխավոր դռան մոտ, նա պահպանել էր իր խոստումը։ Այլ տախտակները պատմում էին Ուրարտու թագավորության պատմությունը, թագավորների ցանկը, արշավանքների նկարագրությունները, տաճարների կառուցումը, ջրամատակարարման համակարգերը, արդյունագործությունը։
Մի տախտակ հատուկ հետաքրքիր էր, այն նկարագրում էր Ուրարտու և Հայասայի միջև հարաբերությունները։ Հայասան եղել էր հյուսիսային թագավորություն, որի մասին քիչ էինք գիտեինք, բայց այս տախտակը ցույց էր տալիս, որ երկու թագավորություններն ուներ սերտ կապեր, առևտուր, ամուսնություններ, դաշինքներ։ Եվ ավելին, տախտակը ասում էր, որ երբ Ուրարտու թագավորությունը սկսեց ընկնել, շատ ուրարտացիներ գնացել են Հայասա։ Այնտեղ նրանք միախառնվել են տեղացի ժողովրդի հետ, եւ այդ միախառնումը ծնվել է հայ ազգը։ Սա հսկայական բացահայտում էր։ Պատմաբանները դարեր վիճել էին հայերի ծագման մասին։ Մի քանիսը ասում էին, հայերը ավտոխտոններ են հայկական լեռնաշխարհում, ուրիշներ, որ հայերը եկել են արտաքինից, բայց այս տախտակը տվեց երրորդ տարբերակ։ Հայերը միախառնում են Հայասայի բնիկ ժողովրդի եւ Ուրարտուից փախած ժողովրդի։ 2019-ին կազմակերպեցինք մեծ ցուցադրություն Երևանում՝ Վանա լճի գանձերը, Ուրարտուից Հայաստան։ Ցուցադրեցինք ամեն ինչ, ինչ գտել էինք՝ թաքը, սեղանը, զենքերը, տախտակները։ Բացման օրը իմ 77 տարեկանում կանգնեցի հազարավոր մարդկանց առջև։ Իմ ձայնը դողում էր, բայց խոսքերս պարզ էին։ 2500 տարի առաջ մի քաղաքակրթություն մահացավ, բայց նախքան մահանալը նա թողեց մեզ նվեր հիշողության, նվեր ինքնության, նվեր ապացույցի, որ մենք, հայերը, ունենք հին և հզոր արմատներ։ Երիմենան գրեց, թող ապագա սերունդները գտնեն այն, ինչ մենք թաքցրել ենք։ Լավ Երիմենա, գտանք, և հիմա ամբողջ աշխարհը կիմանա Ուրարտու մեծության մասին։ Կիմանա, որ հայերի պատմությունը սկսվում է ոչ թե 2000, այլ 3000 տարի առաջ կամ ավելի։ Ցուցադրությունը տևեց 6 ամիս և դարձավ Հայաստանի ամենաայցելված թանգարանային էքսպոզիցիան պատմության մեջ։ Բայց ինձ համար ամենակարևոր պահը եղավ, երբ մի փոքրիկ աղջիկ, թերևս 6 տարեկան, կանգնած էր ոսկյա քաքի դիտարկում։